Ես բիզնեսի տեր եմ, ինչպես մնամ ազնիվ եւ չափերս չանցնեմ։ Կապ չունի դու բիզնեսի տեր ես թե ոչ, կան արժեքներ, որոնց Աստվածաշունչը սովորեցնում է մեզ։ Աստված սովորեցնում է մեզ արժեքներին, պրինցիպներին, որ մենք պետք է ունենանք մեր կյանքում։ Եվ կարող է նույնիսկ բիզնեսով չզբաղվես, աշխատես ինչ-որ մեկի վրա, բայց եթե դու չունես այդ արժեքները, դու նույնպես կարող ես չափերդ անցնել, դու նույնպես կարող ես գողանալ, դու նույնպես կարող ես ազնիվ չլինել եւ այլը եւ այլը։ Այսինքն պետք է չի մտածել, որ թե բիզնեսով ես զբաղվում, անպայման ուրեմն, այսպես ասած, խարդախություն պետք է անես։ Ոչ, պետք է սովորես առաջինը աշխատես ինքդ քո վրա, քո որակի վրա, բարձրացնես քո մակարդակը, սովորես թե ինչպես դու կարող ես վարել բիզնեսը առանց սխալներ անելու, եւ դրա համար պետք է գիտելիքներ։ Ինչու են մարդիկ մտնում սխալ գործերի մեջ, որովհետև դա են տեսնում միակ ձևը փող աշխատելու։ Բայց եթե դու ունես բավական գիտելիքներ, ինչպես ճիշտ ձևով դու անես բիզնես, ես համոզված եմ, որ դու կարող ես դա անել շատ բարձր մակարդակով եւ աշխատել ավելի մեծ գումարներ, քան թե խարդախություն անելով։ Դրա համար առաջինը ինչ խորհուրդ կտամ, աշխատի քո վրա, աշխատի քո ներքին աշխարհի վրա, քո բնավորության վրա, աշխատիր թե ինչպես ձեռք բերես ճիշտ աստվածաշնչյան արժեքներ, սովորի կարդա գրքեր, կարդա Աստվածաշունչը, կարդա իմաստությունները Սողոմոնի, թե ինչ է ասում Աստծո խոսքը, ոնց վարվես բիզնես անելուց, եւ ես համոզված եմ, որ դու կսովորես։